ուշ միջնադարում հայ առևտրականներն ինչպես յուրացրեցին ծովուղիները եւ որն էին քաղաքակրթական մարտահրավերները, որ հրաժարվեցին այդ ծովուղիներից։ Ողջույն, ծովահայերն է եթերում։ Ձեզ հետ է Աննա Մարտիկյանը, ծովահայերի տաղավարում հյուրընկալել ենք պատմական գիտությունների տեխնացու Սմբատ Հովհաննիսյանին։ Պարոն Հովհաննիսյան, սկսենք հենց սկզբից։ Ինչպես հայ առևտրականները յուրացրեցին, Շահ Աբասը ստեղծեց հարմար պայմաններ, որ ջուղայում ստեղծվեց այնպիսի առևտրական համայնք, որը հետագայում նաև ծովուղիները յուրացրեց։ Շահ Աբասը այո դերակատարում ունեցել է, բայց ավելի բացական իմաստով նաև, քան դրական հեռանկարում, իսկ ընդհանուր առմամբ հայ առևտրական կապիտալը նախ արդյունաբերական քաղաքակրթության շեմին, որ այդպիսի ծաղկուն ընթացք ստացավ, դա ավելի շատ պատահականությունների նաև շղթայի արդյունք էր, ստեղծվեց պատահականությունների այնպիսի շատ հետաքրքիր դրական համադրություն, որը լիովին բարենպաստ իրավիճակ ստեղծեց հայ առևտրական կապիտալի, հայ առևտրականությանը դրսևորվելու իբրև կապիտալի նաև, որոնք էին դրանք, պատմական եթե ռիթմներով նայելու լինենք, քաղաքական, տնտեսական եւ քաղաքակրթական ռիթմների բարենպաստ դասավորություններ։ Իսկ ինչ է սա իրենից ենթադրում, հետեւյալը, որ քաղաքական ռիթմը ինչպես եղավ, որ դասավորվեց ի բարենպաստություն հայության, հայ առևտրականության, եթե վերցնենք 1500-ականներից մինչև 1639 թվականը Կաստրե-Շիրինի պայմանագիրը, այս ժամանակահատվածը հայության համար, մեծ հայքի տարածքի հայության համար բավականին բարդ եւ ծանրագույն ժամանակաշրջան էր, որովհետև տեղի են ունենում իրանական եւ օսմանյան պատերազմները, շուրջ 100-110 եւ ավել տարիների այս պատերազմը, անընդհատ պատերազմներ, որի հիմնական տուժողը հայությունն էր, եւ բնականաբար այն 1500-ականներից մինչեւ 1600-ական թվականները այս տարածաշրջանում հայությունը ոչ մի դրական ինչ-որ ձեռքբերում չունի, ավելին հետամնացության վերին աստիճանի ամրագրում, գաղթեր եւ այլն։ Հետո եթե դրան գումարում ենք նաև նույն այդ թվականներին զարմանալիորեն տեղի ունեցող բնության աղետները, սկսած համաճարակներ, երկրաշարժեր եւ գումարած դրան նաև հետո ջալալիների շարժում սպանությունը, այստեղ կարծեք թե ոչ մի շանս չկար, որ հայերը մի բան իրականացնեին, բայց 1639 թվականի Կաստրե-Շիրինի պայմանագիրը կտրուկ փոխեց իրավիճակը։ Երևի դրան էլ կգումարենք արդեն տնտեսական նաև ռիթմը, որը հօգուտ հենց այս Կաստրե-Շիրինի պայմանագրից ուրեմն պետք է բխեցնենք եւ տնտեսական ռիթմը եւս համադրվում է եւ դրան գումարվում է արդեն քաղաքակրթական ռիթմը։ Իսկ քաղաքակրթական ռիթմի, տնտեսական ռիթմի եւ քաղաքական ռիթմի այսպես միմյանց համադրվելը լինում է այն, որ մի կողմից ունենք թեկուզ հաշված արդեն Օսմանյան կայսրությունը եւ իրանական պետությունը, բայց միևնույն ժամանակ նրանք միմյանց նկատմամբ շիադավանության եւ սունյադավանության հակակրանքը, հակավերաբերմունքը կար եւ այստեղ ամեն ինչը դասավորվում է հօգուտ հայերի, քանի որ նրանք քրիստոնյաներ էին, այսպես ասած չեզոք էին, տվյալ հակամարտությունից դուրս էին եւ այդպես խիստ մերժված չէին այդ երկու տարածքներում էլ նրանք դառնում են այս երկու տարածքների կապավորներ, այսպես կոչված քաղաքակրթական կապավորները։ Եվ այդպիսի քաղաքակրթական կապավորություն հայերը ստանձնում են նաև օսմանա-եվրոպական հարաբերությունների կոնտեքստում կամ պարսկա-հնդկական հարաբերությունների կոնտեքստում եւ այդպես տարբեր ուրեմն դիտանկյուններից ստացվում է, որ ժամանակը աշխատում էր հօգուտ մեզ, բայց մեր հայ առևտրական կապիտալը չկարողացավ աշխատել հօգուտ իրեն։ Շատ է շեշտվում, շատ է խոսվում նոր ջուղայում ստեղծված համայնքի մասին, առևտրական համայնքի մասին եւ նաեւ տարբեր աղբյուրներում նաեւ ձեր աշխատության մեջ ներկայացված էր, որ Շահ Աբասը որոշ արտոնություններ է տալիս հայերին։ Ինչպիսի արտոնությունների մասին էր խոսքը հայ վաճառականներին եւ այդ արտոնությունների մեջ արդյոք կային նաեւ ծովուղիներով երթևեկելու որոշակի արտոնություններ։ Շահ Աբասի արտոնություններն ավելի շատ պայմանավորված էին սեփական շահերով, ինքը պարսկական, իրանական ուրեմն պետականության զորացման համար էր դա իրականացնում, այո, հայերը որոշակի օգուտ ունեցան, բայց չմոռանանք, որ 1604 թվականի մեծ սուրգունի այս մեծ գաղթի ժամանակաշրջանն էր նաև, որ Շահ Աբասը շուրջ 300-ից 400 հազար հայեր բուն Նախիջևանյան ու նաև
ավելի վերև ընկած հատվածներում, ասենք Երևանի ապարանի տարածքներից այդպես վերևից ընկած հատվածներից հայությանը քշեց դեպի Պարսկաստան։ Եվ այդ արտոնությունների մասին, որ մենք խոսում ենք, մոռանում ենք նաև մյուս կողմը, այդ 400,000-ի համար չէր այդ արտոնությունները տրված, դա ընդհանրապես առևտրականության խթանման համար էր տրված եւ շատ հետաքրքիր է, որ ինքը Իսպահան քաղաքի արվարձաններից մեկը հատկացնելով հայությանը բավականին մեծ արտոնություններ է տալիս եւ այս հատվածում այդ արտոնությունների շնորհիվ հնարավոր է լինում այդուամենայնիվ ինչ որ որոշակի ձեռքբերումներ արձանագրել հայության հարցով եմ ասում դա, բայց միևնույն ժամանակ կրկնում եմ, չկար հին ջուղան։ Հիմի ստեղծվում է նոր ջուղան, այս նոր առևտրական կենտրոնը, որը այդուամենայնիվ այլևս հայկական չէ։ Ճիշտ է, հայեր են այստեղ բնակվում, բայց դա հայկական չէ, դա Իրանի մայրաքաղաքի արվարձաններից մեկն է։ Իսկ հին ջուղան, որը արդեն իսկ ապագա հայկական պետականության կենտրոնը կարող էր լինել, ինքը արդեն չկա։ Իսկ տված արտոնությունների մեջ ավելի շատ ցամաքայինից էինք մենք օգտվում, քան ծովայինի դեպքում, կոնկրետ Շահաբաց այդ ժամանակ նպատակ ուներ իր առևտրական համակարգ այնպես կազմակերպել, որպեսզի մետաքսի այս ճանապարհը, որ անցնում էր Հայաստանով ու նաև Օսմանյան կայսրության տիրույթներով, որպեսզի դա տեղափոխի ավելի հարավային հատվածով, Պարսից ծոցի հատված, այսինքն այս ճանապարհն փորձում էր այդ առևտրական արտոնությունների շնորհումներով, ծրագրերով շեղել դեպի ծով եւ հետեւաբար նաև օվկիանոս եւ զրկել Օսմանյան կայսրության այդպիսի մեծ շահույթներից։ Դա դեռևս 1590-ական թվականներից էր երևում, մանավանդ երբ որ արդեն Շահաբասը արդեն իր քաղաքական համակարգի նոր մոդել էր մշակել եւ փորձում էր դա իրականացնել։ Բայց այստեղ մենք էլի ծովային չենք։ Ծովուղիների յուրացումը որ փուլում սկսվեց։ Այսինքն արգելքներ կային ավելի շատ քարավանային ուղիների հարցում, դրա համար գնացին դեպի ծով, թե ուղղակի ավելի նպատակահարմար էր, այնտեղ ավելի էր զարգանում, որովհետև Եվրոպան ոնց որ թե ավելի առաջ էր ընկել եւ իր արևմուտքը արևելքի հետ արդեն ուզում էր ծովային առևտուր զարգացնել։ Այո, մենք թերևս դրանից հետո, այսինքն 1639 թվականից հետո մենք երբ որ այդ արտոնությունները իրենց դրական արդյունքը տալիս են եւ երբ որ հայ առևտրականը դարձավ փաստորեն քաղաքակրթական կապավոր, տարբեր քաղաքակրթություններ շահկապող այս իմաստով, նրանք աշճանաբար բնականաբար արդեն սկսում են իրենց համայնքները ձևավորվել օվկիանոսների ծովերին հարող հատվածներում, սկսած հնդկական տիրույթներից վերջացրած, ասենք Ամստերդամով, մի քիչ ավելի ուշ ժամանակներում եւ այս առումով մենք 1660-ականներից հետո կարող ենք խոսել ավելի շատ այս տարածաշրջանում ծայրամասային իրականություններում, քաղաքական ծայրամասերում, այսպես ասենք, որ մոտենում ենք ծովային լինելու իրողությանը։ Այս առումով շատ ուշագրավ է 1688 թվականի հայ-անգլիական պայմանագիրը Լոնդոնում կնքված, որը փաստորեն մեծ արտոնություններ, մեծ հնարավորություններ էր տալիս, որպեսզի առևտրականությունը սկսեին իրականացնել ցամաքից դուրս օվկիանոսներով։ Իրենց անգլիական նավերի տրված հնարավորություններով բավականին էժան, բայց ցավոք այս պայմանագիրը մնաց իբրև պատմական փաստաթուղթ, որովհետև հաջորդ յուրացվեց այդ պայմանագիրը։ Դա յուրացվեց ըստ էության, թեպետ պետք է ճշմարտության դեմ չմեղանցելու համար նաև ասեմ, որ հայերը ունեին որոշակի ծովային հնարավորություններ, սեփական նավեր, բայց դրանք շատ չէին եւ դրանք այդուամենայնիվ չունեին այն ապահովվածությունը, ինչ որ ունեն անգլիականը։ Անգլիական նավատորմերի թիկունքում, առևտրական նավերի թիկունքում կանգնած էր պետությունը։ Մենք պետություն չունեինք եւ այդ ժամանակներից սկսած արդեն սկսեցինք մտածել այս ուղղությամբ պետություն ունենալու, ուրեմն հույսով, որտեվ մեր առևտրականությունը տեսավ, որ իր թիկունքը ապահովված չէ, իր թիկունքում եթե Պարսկաստանում են պարսիկներն են, Իրանն է, այս դեպքում այդուամենայնիվ իրենցը չէ։
Հայ առևտրականները, ծովային առևտրականները որտեղ էին թիկունք փնտրում։ Օրինակ մեկը Անգլիայի հետ պայմանագիրներ ունեին կել որոշ ծովային երկրների հետ պայմանագրեր, որտեղ կոպիտասած թիկունք էին փնտրում։ Մեր այսպիսի հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել։ Նրանք այն հայերը, ովքեր որ ծովերում էին փորձում օվկիանոսներով էին փորձում իրենց առևտուրն իրականացնել, նրանք բնականաբար փորձել էին օգտվել այդ ժամանակվա գերպետությունների ուրեմն հնարավորություններից, հովանավորությունից, տվյալ դեպքում անգլիաներ ու նաև ֆրանսիաներ, եւ այս առումով հետաքրքիր է, որ մենք ունենք նրանցից տրված որոշակի արտոնություններ, երբ որ փաստորեն ծովայնությունը, որ այդ ժամանակ բավականին զարգացած էր եւ հենց թեկուզ Անգլիան, որ պետականորեն հովանավորում էր ծովահենությունը ընդդեմ իր հակառակորդ պետությունների, ստեղծելով կապերական վկայականներ, որոնք ոչ թե ծովահենություն են, այլ որպես ծովային կամ այո, բայց միևնույն ժամանակ ինքը հովանավորում էր փաստորեն ծովահենությունը, որպեսզի կրկնում եմ իր հակառակորդ պետություններին ճնշի օվկիանոսներում, ծովերում եւ իր ուրեմն շահերը տանի առաջ, ինչը որ կարող եմ ասել, որ բավականին հաջողված էր։ Բայց չնայած դրան, հայկական կողմը ծովերի փոխարեն, օվկիանոսների փոխարեն նախ ընտրեց գնալ ցամաքային ճանապարհով։ Դրա, տեսեք, 1688 թվական այսպիսի պայմանագիր եւ ունենք հաջորդ տարի 1689 թվականի արդեն դեպքերը, թե Ռուսաստանում եւ թե նաեւ զուգահեռ Ֆրանսիայում հայերի որոշակի արտոնությունների բարձրացում, որովհետեւ այդ պայմանագիրը նշանակում էր ամբողջ քարավանային այդ ճանապարհը, որը ըստ էության կարող ենք ասել, որ մեծամասամբ գտնվում էր հայերի ձեռքում, կարող էր ուրեմն շիջել, կարող էր մարել եւ դա կանգնեցնելու համար Ֆրանսիան, նույն Ֆրանսիան, որը հենց թեկուզ Մարսել քաղաքում մենք ունենք բազմաթիվ օրենքներ հենց հայերի դեմ կազմակերպած, այո, հայերի դեմ, հայ առևտրականների դեմ, արտակարգ մեծացնում էին նրանց ուրեմն սակագները, նրանց նկատմամբ կիրառվող ուրեմն քաղաքականությունը եւ այլն, դատավարությունների շղթաները, բայց հանկարծ 1689 թվականից հետո, այսինքն այդ պայմանագրից հետո անգլիական պայմանագիրը նկատի ունենալով դրանից հետո նրանք հանկարծ տալիս են մեծ արտոնություններ եւ հայկական կողմը փաստորեն նախընտրում է ցամաքային ճանապարհը եւ սա դառնում է մեզ համար ճակատագրական։ Անգլիան ինչու հայերի հետ պայմանագիր կնքեց։ Նրանց քաղաքական թե տնտեսական շահեր հետապնդում եւ ինչպիսի։ Բոլոր շահերն ուններ, մանավանդ որ նկատի ունենանք, որ ինքը ձգտում էր նաև հիմնավորապես արմատավորվել հնդկական իրականության մեջ, որտեղից հետո պետք է ծավալվեր դեպի Իրան, իսկ դա հայկական ճանապարհով էր անցնելու, այսինքն այս հարաբերությունները այսպես թե այնպես հանդիպելու էին։ Մենք նախընտրեցինք ուրեմն այլ ճանապարհ, փաստորեն հակադրվելու ճանապարհ, իսկ հակադրվելու ճանապարհում բնական էր, որ մենք պետք է պարտվեինք եւ որը տեղի ունեցավ։ Օվկիանոսում եղավ մի ժամանակ, երբ անգլիացիների հիմնական ոնց որ թե թիրախը հայերն էին։ Ծովահենության պատճառով ծովահենների կար մի ժամանակ, երբ կամ այսպես ասենք կենտրոնացել էին հայ վաճառականների վրա, ինչու։ Ինչ որ չափով հայերի, նաև գուցե պայմանավորված էր նրանով, որ փաստորեն այս համագործակցությունը տեղի չունեցավ, բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ Անգլիան մեծ որոշակի արտոնություններ էր տվել եւ հայ առևտրականներ ունեին փաստաթղթեր, որով նույնիսկ ծովայները իրավունք չունեին ուրեմն թալանել հայ առևտրական նավերին, եթե հայ են ուրեմն դրանց տերերը եւ եթե այդպիսի դեպք էր լինում, ապա Անգլիան խստագույնս կպատժեր ինչ որ տեղ ունեցած ծովակալ քիթի հետ։ Ծովահեն քիդի պատմությունը, որը նաև շատ գրողների նախատիպն է դարձել ու բավականին շատ է խոսվում, կարծես ամենահիշարժանն է։ Մենք որևէ այլ դեպք դեռ չենք հիշատակել, որ հայ վաճառականը հաղթի ծովահենին էնել անգլիական թագավորության կողմից հովանավորվող։ Երբ պետություն չունեցող, պետությունը չի կնքում այն ժամանակի աշխարհի գերտերության հետ պայմանագիր, այլ ուղղակի հայերն էին կնքում, ոչ թե հայկական պետություն չկար, բայց հայերը կնքում էին պայմանագիր։ Անհատական պայմանագիր պետության հետ, դա ինչ էր նշանակում։ Տեսեք, այս դեպքում, ասենք, ծովակալի դեպքը ավելի շուտ ճիշտ է հայերի որոշակի ազդեցության նաև խոսուն վկայումն է, բայց միևնույն ժամանակ չմոռանանք, որ դա արդեն այն ժամանակաշրջանն էր, երբ որ Անգլիան ինքը սկսել էր արդեն հակածովահենային քաղաքականությունը, որովհետև նա մի պահ, այդպես է, քաղաքակրթական ծավալման եւ քաղաքական ծավալման առումով շատ հետաքրքիր է, մի կողմից խթանում ենք ծովահենությունը, բայց գալիս է կրիտիկական մի պահ, երբ որ արդեն այդ ծովահենությունը պետք է ոչնչացվի եւ ծովահենների ուրվագծած տարածքը արդեն պետք է ուրվագծենք իբրև անգլիական գերակա շահերի ուրեմն մի տարածք։ Ինչը որ հենց դրանից հետո հենց այդպես էլ պետք է տեղի ունենա, իհարկե ծովայնություն որպես այդպես ընդհանրապես չի
ոչնչանում, դա կմնա, բայց արդեն ոչ այն սահմաններում, ինչ որ դրանից առաջ որ կար պետությունից այդպես արտակարգ հովանավորյալ վիճակում։ Անգլիայի շահերը եւ հայերի շահերը այստեղ ուղղակի պետական շահերը, այստեղ ուղղակի համընկան, դրա համար մենք արձանագրեցինք այդպիսի հաջողություն։ Իսկ ընդհանուր առմամբ մենք արդեն պետք է ուրիշ խնդիրներ լուծեինք, որպեսզի դառնայինք ծովային քաղաքակրթության ներկայացուցիչ, մեզ պետք է առնվազն 2-3 քաղաքակրթական մարտահրավերի պատասխանել։ Որոնք են այդ մարտահրավերները եւ ինչու չպատասխանեցինք։ Դրանցից մեկը նախ եւ առաջ ուրեմն հենց կարավանային ճանապարհի տեղափոխումներ ծով, որովհետեւ արդեն ինչպես շատ հետազոտողներ նշում են, այդ ժամանակաշրջանի միջերկրածովյան Եվրոպան վերածվում էր Ատլանտյան Եվրոպայի, այսինքն քաղաքակրթությունը դառնում էր այլևս ոչ թե ծովային, այլ օվկիանոսային, եւ այդ ժամանակահատվածում հենց 1688 թվականի մեզ տրված այս պայմանագիրը, որ մենք ընկել էինք, դա կարծես թե մեզ տրված հնարավորություն էր, որը չօգտագործեցինք, մնացին կարավանային ճանապարհների հույսին, իսկ ինչու, որովհետեւ մեր մտայնությունն էր այդպիսին։ Որքան էլ տարօրինակ է, մեր քաղաքակրթության հիմնական գերակա իրողությունը դա հողային քաղաքակրթության ցուցիչն է։ Դրա տարբեր ժամանակների առումներով որ մենք նայում ենք, տեսնում ենք, որ մեր քաղաքակրթությունը հենց մնացել է այսպես հողային անշարժության, խիստ պահպանողականության համատեքստում, մինչդեռ մեր քաղաքակրթական գենի մեջ երկու անգամ հետաքրքիր փոփոխություն փորձ է կատարվել։ Դա Արտաշես Արքանն էր, որ պետականակենտրոնության համակարգը մտցրեց, եւ Մեսրոպ Մաշտոցն էր, որ մշակութային շարժունությունը փորձեց ներմուծել, բայց այդուամենայնիվ մեզանում քաղաքական հողայնությունը մնաց ավելի հատուկ։ Դրա վառապացույցն է նաև Միգուցե մեր հնարավորություններն էր այդպիսին։ Հնարավորություններ ես չէի ասի, որովհետև մենք ավելի շատ հնարավորություններ ունեինք, հենց թեկուզ այս նույն ժամանակաշրջանի տրված հնարավորությունները, նաև Կիլիկյան պետությունը, հայկական պետությունը, որը ծովահայաց մնաց, չդարձավ ծովային, մնաց ծովահայաց քաղաքակրթություն, դա եւս այդպիսի մտայնության, այսինքն մենտալիտետի դրսևորում էր։ Ծովահայաց եւ ծովային Դրանք տարբեր են։ Մենք ծովայինը, որ իրոք մտնում են ծովային համակարգի մեջ, դառնում է այս քաղաքակրթության կրողը, ինչպես օրինակ ասենք առաջին քաղաքակրթական այդպիսի իրողություններ էր Փյունիկյան ծովային քաղաքակրթությունը, ինչպիսին էր հունական ծովային քաղաքակրթությունը, ինչպիսին էր շատ հետաքրքիր նաև ռոմեական քաղաքակրթությունը, որը մեծպես հողային քաղաքակրթություն էր, եւ հողային քաղաքակրթությունը, որը կռվում էր ծովային քաղաքակրթության դեմ, տվյալ դեպքում Կարթագենի դեմ, բայց ժամանակի ընթացքում այս մարտերի ընթացքում աստիճանաբար մենք տեսնում ենք, թե ինչպես ռոմեական քաղաքակրթությունը դառնում է ծովային քաղաքակրթություն եւ հաղթում Պունիկյան պատերազմների ավարտը արդեն Ռոմի օգտին եւ մի բան, որը մենք չունեցանք Կիլիկիայի դեպքում, օրինակ համար մեզ դա կարծեք թե տրված էր։ Մենք մնացինք ավանդականության ճանապարհին, այսինքն կարավանային ճանապարհներ, ցամաքային առևտուր, որն արդեն արձանագրել էր իր այսպես ասած սպառվածությունը։ Ճիշտ է, ինքն իսպառ չէր վերացել, նա շարունակվում էր, բայց արդեն չէր տալիս այն, ինչ որ տալիս էր ծովայինի դեպքում։ Մենք վախենում ենք քայլ անել, թե չենք շոշափում ժամանակի զարկերակը։ Ավելի շուտ մնում ենք ժամանակի զարկից դուրս։ Ես դրա համար մեր զրույցի ամենասկզբում ասացի, որ հայրենիականների կապիտալի այդ դրսևորումը, իբրև աշխարհտնտեսություն, որ այդ ժամանակ ձևավորվեց, դա ավելի շատ պատահականությունների արդյունք էր, եւ իրենք ավելի ուշ փորձեցին գիտակցել դա, եւ այդ որ դա այսպես ասած բնության պարգևն էր, այս պատահականությունների պարգև էր, եւ դա պետք էր պահպանել, զարգացնել, եւ այդ շանսը մենք չկարողացանք, որովհետեւ ուշացրեցինք դա։ Օրինակ այս համակարգում շատ կարեւոր է նաեւ կրթական համակարգի իրողությունը, իսկ որ ասացի ձեզ այդ 100-ամյա պատերազմի մեջ մեր կրթական համակարգը ոչնչացված էր 1620-ական թվականներից, երբ որ արդեն մեզանում փորձում են այսպես ակտիվացնել մանավանդ ջուղան արդեն որ կա, նոր ջուղայի մասն է խոսքը, օրինակ մի շատ հետաքրքիր դեպք կա արձանագրված, երբ որ Լեհաստանում կոնկրետ Լվովում ուրեմն բանակցություններ են գնում կաթոլիկերի եւ կաթոլիկություն ընդունելու եւ հայ առաքելականների ուրեմն գաղափարական համադրության շուրջ եւ այստեղից Հայաստանից ուղարկվում են մի քանի մարդիկ Խաչատուր Կեսարացին եւ Սիմեոն Ջուղայեցին, որոնք պետք է գնան եւ այս բանակցություններում ցույց տան մեր եկեղեցու գաղափարական ամրությունը եւ հակադրվեն դրանց եւ նրանք այնտեղից վերադառնում են խայտարակ եղած եւ այնց դրանից հետո է որ որոշում են որ փաստորեն իրենք ինչպիսի հետամնացության մեջ են, խաբար չեն աշխարհից թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսի
մտքի թռիչք կա աշխարհում եւ իրենք տեղյակ չեն եւ գալիս եւ այստեղ զարկ են տալիս կրթական համակարգին, որը ինչ որտեղ նպաստեց մեր առևտրականության որոշակի տևականություն ապավելուն, բայց չկարողացան այդ անցումայնությունը ապավել, ուշացել էին։ Ինչպես մի ժամանակի զարկերակ, ինչ անենք այսօր, որպեսզի հետ չմնանք ժամանակի զարկերակից, ամփոփելով մեր եթերը։ Պետք է ունենանք ուրեմն լավ կրթական համակարգ, որը մեզ հնարավորություն կտա հենց ժամանակի զարկերակ ասվածը ճիշտ ընկալել եւ առանձնացնել, մշակել, հասկանալ քաղաքակրթական ճիշտ մարտահրավերները, առաջնային մարտահրավերները, ոչ թե երկրորդայինները։ Մեր քաղաքակրթական պատասխանները մեծամասամբ հենց երկրորդային, երրորդային, անգամ չորրորդային մարտահրավերներին պատասխան տալն է եղել, մինչդեռ մեզ պետք է ավելի առաջնային մարտահրավերները առանձնացնել եւ պատասխանելը։ Հենց թեկուզ նույն առևտրական կապիտալի չասացի նաեւ երկրորդ մարտահրավերը, որ բանկային համակարգն էր։ Մենք բանկային համակարգի մեջ էլ չներառվեցինք եւ դրան նվիրված Ֆերնան Բրոդելի իր գրքերից մեկի մեջ հայերը եւ հрьяաները հատվածում դա դիտարկում է եւ ինչն է հետաքրքիր, փաստորեն այսպես պատկերավոր ասած, մենք նախընտրեցինք բանկի փոխարեն 3 կիլոգրանոց բանկաները, որպեսզի այնտեղ մեր հնարավորությունները պահենք, սա եւս հնարավորություն էր։ Մյուսն էլ ազգային պետություններ, որը հնարավոր կլիներ, եթե այն երկու մարտահրավերներին, այսինքն ծովային, բանկային քաղաքակրթություն դառնալուն միտվեինք, եթե դա լիներ, մենք կունենայինք մեր ազգային պետականությունը, որ այդ ժամանակ կարծեք թե ուրվագծվեց, բայց դա չեղավ։ Կրկնում եմ, կրթություն, շատ կարևոր է կրթական համակարգը, կրթությունն է, որովհետև մեզ ապահովում է աշխարհում լինել ներկա։ Թե ֆիզիկական ներկայություն ապահովելով կարող ես աշխարհում ներկա չլինել, կլինես բացակա։ Շնորհակալություն, հուսանք, որ մեր կրթական համակարգը պատմական այսքան երկար չարչարկված ժամանակաշրջանից հետո կգա մի ժամանակ, երբ թույլ կտա մեզ ներկա գտնվելու ոչ միայն ֆիզիկապես, նաև կրթությամբ եւ նաև քաղաքակրթությամբ աշխարհի անցուդարձին։ Հիշեցնեմ հարգելի ռադիո լսող եւ հետեւորդ, որ ծովահերի տաղավարում հյուրընկալել ենք պատմական գիտությունների տեխնացու Սմբատ Հովանեսյանին, ձեզ հետ էր Աննա Մարտիկյանը, մնացեք խաղաղությամբ։